Չագանը փոքր ժամանակ շատ սիրուն, ազերը գանգուր երեխա է, փոքր տարիքում կորցրեց հորը և ինքը իր վրա շատ թանկ նստեց հոր կորցնելը, միշտ հորից էր խոսում ու շատ էր հարցեր տալիս հոր մասին, չնայած կորցնելով հորը ինքը ոչ մի դժվարությունից չէր վախենում, միշտ հաղթահարում է բոլոր դժվարությունները։ Չագանը նշանված էր, պատրաստվում էինք ամուսնացնել։ 23 թվականի պատերազմը սակայն սկսվեց։ Այդ օրը պատերազմը որ սկսվեց, այդ օրը ինքը տունն էր, 19-ին տունն էր, ամսի 20-ին պետք էր գնալ դիրքեր, բայց զանգեցին, հետ կանչեցին տարա, իրեն շուտ կանչեցին տարա։ Եկա զանգեցի, ասի, որտեղ զբաղվել ես, ասում, մամ, արդեն ես գործի տեղն եմ, ինքը երբեք իր տեղը չէր ասում, որ մասում էր, ինչ էր։ Ասի դե լավ ցավոտ տանիմ, զգույշ կմնաս, կապի մեջ կլինես, չեմ կարա էլ զանգեմ էլի, ձեր տեղանքը լավ չի լինում, կապի մեջ կլինես, եղա մամ, դուք էլ լավ մնացիք։ Հենց առաջին հրթիռի ձայնից վեր հելան գնացինք նկողներ գնացինք, նկողներում տարբեր երեխաները դպրոցներից եկած, մեկը լացում էր, մեկը վախենում էր, մեկը սոված էր, սովածներին բերենք հաստվենք, երեխեքը որ չլացեն ահագի ժամանակ, ձենը չի էր կտրում, պատերազմ է, անընդհատ հրթիռակոծում էին, նկուղ չէի մտնում, դուրսն էի, սաղ գնում գալիս, ասում են, Նադյախե չես մտնում նկուղ, ասի ոնց մտնեմ նկուղ, չեմ կարա մտնեմ նկուղ, երեխես ամենաթեժ կետում է, նստած տենց սաղս իրար էինք խառնում, ոչ մի բան չէինք անում, նստած սպասում ենք, տենանք ինչ լոր կլինի։